Գավառը, պատմական Նոր Բայազետը, ոչ միայն անցյալի հարուստ ժառանգության կրողն է, այլև բազմաթիվ նշանավոր անհատների ծննդավայրը։ Այս հողը ծնունդ է տվել բժիշկների, գիտնականների, որոնց անունները պատվով են գրվել հայ բժշկագիտության պատմության էջերում։ Նրանք իրենց կյանքը նվիրել են մարդու առողջության պահպանմանը, փրկել հազարավոր կյանքեր և նշանակալի ավանդ ունեցել առողջապահության զարգացման գործում։ Գեղարքունիքի մարզային գրադարանը այս տեսանյութով պատմում է Բայազետի այն նվիրյալ զավակների մասին, որոնց գործն ու հիշատակը շարունակում է ապրել սերունդների մեջ։ Վահան Մարգարի Արծրունի, նշանավոր բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի մարդու նորմալ անատոմիայի ամբիոնի հիմնադիր, ակադեմիկոս Հրաչյա Խաչատուրի Բունյաթյան, կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Ավետիք Իգնատիոսի Բուրնազյան, բժշկական ծառայության գեներալ լեյտենանտ, բժշկական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ առողջապահության նախարարի առաջին տեղակալ, և շատ շատերը, որոնց անունները հնչում են հպարտությամբ, որպես Նոր Բայազետի մտավոր ներուժի մարդկային նվիրումի խորհրդանիշներ, մեծ ճանաչում վայելելով ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Գավառից սերված բազմաթիվ բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսորներ այսօր պատվով իրենց մասնագիտական գործունեությունը շարունակում են Հայաստանի և արտերկրի առաջատար բուժհաստատություններում և գիտական կենտրոններում։ Այդ արժանավոր զավակներից են Հովհաննես Սարուխանյանը, Արթուր Շուքուրյանը, Արտակ Հովհաննիսյանը, Գեգամ Խանդանյանը, Անդրանիկ Օհանյանը, Հռիփսիմե Կռնատյանը, Հովհաննես Բատիկյանը, Բենյամին և Վահան Բոխյանները, Ստեփան Հերգնյանը, Արմինե Կտեյանը, Հայկուշ Դավթյանը, Լիլիթ և Անի Հակոբյանները, Համլետ Դվոյանը և շատ ու շատ ուրիշներ։ Այս ձեռքբերումները պատահական չեն, քանի որ նրանք ծնվել և ապրել են այնպիսի միջավայրում, որտեղ սերնդեսերունդ փոխանցվել են Բայազետցուն բնորոշ լավագույն հատկանիշները՝ մարդասիրությունը, կրթության նկատմամբ սերը և մարդկանց ծառայելու բարձր գիտակցումը։ 19-րդ դարի սկզբին նոր բայազետցիների առօրյան լի էր դժվարություններով, դժվարանցանելի ճանապարհներ, համաճարակների վտանգ, բժշկական օգնության գրեթե բացակայություն։ Մարդկանց առողջության պահպանումը ժողովրդական բժշկության և բուժարարների հույսին էր։ Այդ ժամանակահատվածում Նոր Բայազետի առողջապահության, կրթության և մշակույթի զարգացման պատմության մեջ առանձնահատուկ դեր խաղաց հայտնի բարերար Հայրապետ Ստեփանի Խաչատրյանը, ժողովրդի կողմից սիրված Կոլոտ աղա Հայրապետը։ Մարդ, ով մտածում էր իր քաղաքի զարգացման և մարդկանց բարեկեցության մասին, օգնում էր կարիքավոր ընտանիքներին, ուսանողներին, աջակցում որբերին ու հիվանդներին, հոգում բուժման և դեղորայքի ծախսերը։ Բարերարը նյութական միջոցներ էր հատկացնում դպրոցների, հասարակական շենքերի կառուցման համար, որոնք հետագայում կարևոր դեր ունեցան Նոր Բայազետի հասարակական կյանքի և մշակույթի զարգացման գործում։ Հենց նրա կառուցած շենքերից մեկը, որը գտնվում է Գավառագետի ափին, նրա մահից հետո մինչև 60-ական թվականները ծառայեց որպես հիվանդանոց։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Կոլոտ Հայրապետի կառուցած դպրոցի շենքը վերածվեց հոսպիտալի և ծառայեց վիրավոր զինվորների բուժմանն ու ապաքինմանը։ 1850 թվականին, երբ քաղաքը դառնում է Նոր Բայազետի գավառի կենտրոն, այստեղ նշանակվում են ցարական վարչակազմի կողմից գծված բժիշկներ, ֆելդշերներ։ Նրանց հիմնական առաքելությունը համաճարակների, ծաղիկի, խոլերիայի, տիֆի, կանխարգելումն ու բնակչության պատվաստումն էր։ 20-րդ դարի սկզբին Նոր Բայազետում բացվեցին առաջին ամբուլատորիաները, որոնք սպասարկում էին քաղաքի և հարակից բնակավայրերի բնակչությանը, իսկ 30-ական թվականներից սկսած քաղաքում և հարակից գյուղերում հիմնվեցին մանկաբարձական և ֆելդշերական կետեր։ Տարածաշրջանում ճահճային տարածքների և Սևանի ավազանի առանձնահատկություններով պայմանավորված 1928 թվականից
Նոր Բայազետում գործում էր հակաէպիդեմիկ ծառայություն, որը ղեկավարում էր ակադեմիկոս Ալեքսան Բագրատի Ալեքսանյանը։ Հետագայում այն վերանվանվեց հակահամաճարակային կայան, Սանեպեդկայան, որի ղեկավարն էր Գրիգոր Զոհրաբյանը։ Կայանի նվիրյալ աշխատակիցների Ռոզա Աղեկյանի, Ալբերտ Մայրապետյանի, Թերեզա Բոխյանի, Սիրուշ Գոզեյանի, Վարսիկ Միրիբյանի, Խաչանուշ Ղարաբաղցյանի անձնվեր աշխատանքի շնորհիվ շրջանում համաճարակային վիճակը կայուն էր ու վերահսկելի։ Այնուհետև Սանեպեդկայանը ղեկավարել են Մանուկ Գինոյանը, Կիմա Ասատրյանը, Աշոտ Գուրողլյանը և առ այսօր Ժաննա Մակարյանը։ 1930-ից 60-ական թվականներին բնակչության շրջանում ճանաչված բժիշկներ էին Հասմիկ Վառիկյանը, Մանյա Գասպարյանը, Խաչանուշ Նանագուլյանը, Հասմիկ Մնացականյանը, Մերուժան Բաղդոյանը, Գուրգեն Սաղաթելյանը։ 1950 թվականին նախկին մանկատան շենքը ծառայեց որպես հանրապետական ենթակայության տրախոմատոզ հիվանդանոց։ Հաստատությունը ղեկավարում էր Հայգազ Աբրահամյանը։ Բուժքույրերն էին Ռոզա Պարոնիկյանն ու Հռիփսիկ Փախչանյանը։ Ժամանակի ընթացքում հիվանդանոցը դադարեց գործել և 1980-ական թվականներին այդ տարածքում կառուցվեց քաղաքի հյուրանոցի շենքը։ Պատերազմից հետո Կամոյում գործում էր շրջանային հիվանդանոցը, վիրաբուժական, թերապևտիկ, մանկաբուժական և ծննդաբերական բաժանմունքներով։ Գործարկվեց նաև քաղաքի պոլիկլինիկան։ 1960-ից 70-ական թվականներին քաղաքում սկսվեց առողջապահական հիմնարկների լայնածավալ կապիտալ շինարարություն։ Ազատության փողոցում կառուցվեց եռահարկ հիվանդանոցային համալիր, որը այդ ժամանակի համար համարվում էր ժամանակակից բուժհաստատություն և ուներ ավելի քան 200 մահճակալային ֆոնդ, ներառում էր վիրաբուժական բաժանմունք, թերապևտիկ և սրտաբանական բաժանմունքներ, մանկական առանձնացված կլինիկա, ծննդատուն։ 1967 թվականին քաղաքում կառուցվեց եռհարկանի պոլիկլինիկա, որը դարձավ բնակչության ամբուլատոր բուժսպասարկման հիմնական կենտրոնը։ Պոլիկլինիկային կից ստեղծվեց շտապօգնության ծառայությունը, որը սպասարկում էր նաև գյուղական վայրերը։ 1970-ական թվականներին Նալբանդյան փողոցում գործում էր մանկական հիվանդանոցը, որի ղեկավարն էր Գուրգեն Դավթյանը, ով հետագայում ղեկավարեց նաև տարածաշրջանի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը, այնուհետև իր գործունեությունը շարունակեց Գեղարքունիքի մարզպետարանում որպես առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ղեկավար։ 1978 թվականին Գավառագետի ափին կառուցվեց շրջանային կենտրոնական հիվանդանոցը, որը դարձավ տարածաշրջանի խոշոր բուժհաստատություններից մեկը։ Տարբեր ժամանակահատվածներում Գավառի առողջապահական համակարգը ղեկավարել են նվիրյալ, փորձառու և բարձր հեղինակություն վայելող բժիշկներ՝ Գրիգոր Զոհրաբյանը, Ռաֆիկ Մազմանյանը, Վլադիմիր Բայանդուրովը, Յուրա Բոխյանը, Լյովա Ժամհարյանը, Հովիկ Չիչոյանը, Աշոտ Կարապետյանը։ Նրանց ջանքերով բժշկական ծառայությունները դարձան ավելի հասանելի և արդյունավետ, քաղաքում բարձրացավ բուժսպասարկման որակը։ Երևանի բժշկական ինստիտուտի պարտադիր գործուղումների շնորհիվ քաղաքում և շրջանում աշխատանքային գործունեություն ծավալեցին բարձր պատրաստվածություն ունեցող բժիշկներ, վիրաբույժներ, մանկաբարձներ, մանկաբույժներ։ Այդ ժամանակ իրենց անձնվեր աշխատանքով բնակչության վստահությունն ու հարգանքն էին վայելում բժիշկներ Ալբերտ Ցականյանը, Սպարտակ Գալստյանը, Լաուրա Մանգասարյանը, Սիլվա Վարդանյանը, Անահիտ Մանուկյանը, Ռիմա Կիրակոսյանը, Վազգանուշ Հովանիսյանը, Անահիտ Դովլաթյանը, Հրանտ Բաբայանը, Աիդա Ահարոնյանը, Ցողիկ Բաբեյանը, Ժաննա Սիմոնյանը, Լաուրա Մնացականյանը, Սեդա Բոտոյանը, Պապին Գևորքյանը, Վանիկ Զանյանը, Ֆրիմա Աբրահամյանը, Անահիտ Մարինոսյանը, Անահիտ Հարությունյանը, Գոհար Միրիբյանը, Մհեր Այվազյանը, Պարույր Կուրոյանը և շատ ու շատ ուրիշներ։
Շրջանում միջին բուժանձնակազմի պահանջարկը լրացնելու և առողջապահական համակարգը մասնագիտական կադրերով ապահովելու նպատակով 1993 թվականին քաղաքում բացվեց Դիլիջանի բժշկական ուսումնարանի կամոյի մասնաճյուղը, որը դարձավ բուժքույրական և միջին բուժանձնակազմի պատրաստման կենտրոն, կրթելով մասնագիտորեն պատրաստված բուժաշխատողներ, որոնք ավարտելուց հետո համալրեցին գավառի և հարակից բնակավայրերի բուժհաստատությունները։ Ուսումնարանի հիմնադիր ղեկավարն էր Էդիկ Մահերյանը, այնուհետև Հայկ Սիրականյանը։ 2003 թվականից ուսումնական հաստատությունը վերանվանվեց Գավառի բժշկական ուսումնարան պետական ոչ առևտրային կազմակերպություն, իսկ այսօր գործում է որպես քոլեջ, հանդիսանալով մարզի առողջապահական համակարգի կարևոր կրթական կենտրոններից մեկը։ 1996 թվականին կազմավորվեցին Գավառի հիվանդանոց, իսկ 1998 թվականին Գավառի ծննդատուն պետական փակ բաժնետիրական ընկերությունները։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի որոշմամբ քաղաքի բուժհաստատությունները, Գավառի հիվանդանոցը, ծննդատունը, շտապ օգնության կայանը, իսկ 2022 թվականից նաև Գավառի պոլիկլինիկան միավորվեցին մեկ միասնական համակարգի մեջ, շարունակելով իրենց գործունեությունը որպես Գավառի բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերություն։ 2021 թվականից Գավառի բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն նշանակվեց ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը, որի գործունեության գլխավոր սկզբունքն է յուրաքանչյուր բուժառու կենտրոնից պետք է դուրս գա բուժված, գոհ և բավարարված։ 2021 թվականից սկսած Գավառի բժշկական կենտրոնը թևակողեց զարգացման նոր փուլ։ Նոր ղեկավարության նախաձեռնությամբ կենտրոնը վերազինվեց ժամանակակից բժշկական սարքավորումներով, իրականացվեցին կարևոր շինարարական և կազմակերպչական ծրագրեր, ընդլայնվեցին բժշկական ծառայությունները, արդյունքում զգալիորեն աճեց բուժսպասարկման ծավալը, իսկ Գավառի բժշկական կենտրոնը և տնօրեն Գարիկ Սողոմոնյանը արժանացան մի շարք հեղինակավոր մրցանակների և մասնագիտական բարձր գնահատանքի։ 2021 թվականից Գավառի բժշկական կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են բաց դռների օրեր, որոնց ընթացքում նեղ մասնագետների և Երևանից ժամանած բժիշկների մասնակցությամբ իրականացվում են անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ, վիրահատություններ։ Գավառի բժշկական կենտրոնի հաջողության հիմքում նրա նվիրված և պրոֆեսիոնալ թիմն է։ Բժիշկներն ու բուժաշխատողները մշտապես կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները, իրենց գիտելիքներն ու փորձը ծառայեցնելով մարդկանց առողջությանը։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների շնորհիվ կենտրոնը վայելում է բնակչության սերն ու վստահությունը։ Բժշկական կենտրոնում հաջողությամբ և մեծ պատասխանատվությամբ իրականացվում է առողջապահական համընդհանուր ապահովագրական համակարգի բուժառուների սպասարկումը։ Այսօր Գավառի բժշկական կենտրոնը իրականացնելով իր կարևոր մարդասիրական առաքելությունը դարձել է տարածաշրջանի բնակչության առողջության պահպանման և բարեկեցության ապահովման հուսալի հենարանը։